Հաջորդ ամիս մարտին կառավարությունը խոստանում է հրապարակել նոր սահմանադրության տեքստը։ Մեր առաջնահերթություններն են իհարկե նոր սահմանադրության տեքստի վերջնականացումը եւ դա ակնկալվում է իրականացնել առաջիկա կիսամյակի ընթացքում չենք շեղվելու նաեւ այն ժամկետներից, որոնց մասին որ ես նախորդիվ խոսել եմ բազմիցս եւ մեր աշխատանքների ամփոփման ամիսը մարտ ամիսն է շարունակում մնալ, այսինքն մարտին մենք կունենանք տեքստ, որը հրապարակման ենթակա այլևս կլինի։ Դա ինքնին չափազանց կարևոր է, բայց ավելի կարևոր է թե ինչ տրամաբանությամբ է դա արվում։ Վարչապետն ասում է, որ իր քաղաքական դիրքորոշումն է, որ նոր սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում անկախության հռչակագրին, իսկ Բաքուն խաղաղության պայմանագիրը պատրաստ է ստորագրել, եթե այդ հղումը հանվի Հայաստանի նոր սահմանադրությունից։ Այստեղ կա շատ կարևոր կարմիր գիծ։ Սահմանադրությունը խաղաղության սակարկության առարկա չէ, սահմանադրությունը ժողովրդի եւ պետության ներքին պայմանագիր է իրավունքների, ինստիտուտների եւ սահմանափակումների մասին։ Եթե մենք ընդունում ենք, որ որևէ երկիր, առավել եւս հակառակորդ երկիրը կարող է թելադրել, թե ինչ պետք է լինի մեր մայր օրենքի նախաբանում, վաղը կթելադրի, թե ինչ պետք է լինի մեր անվտանգության, լեզվի, ընտրությունների, դատարանների մասին։ Եթե լինելու է նոր սահմանադրություն, թող լինի թափանցիկ հանրային լայն քննարկումներով հստակ բացատրությամբ, թե ինչ է փոխվում, ինչու է փոխվում եւ ինչ երաշխիքներով է պաշտպանվում Հայաստանի սուվերենությունը։ Խաղաղությունը պետք է կառուցվի փաստաթղթերով եւ երաշխիքներով, ոչ թե մեր սահմանադրության վրա ճնշում գործադրելով։